Բարև ձեզ, ինձ թափեսի այս թողարկմանը դիտեք։ Արցախի կորուստ, Հայաստանի օկուպացված տարածքներ եւ Բաքվում ՑՄԱ ազատազրկման դատապարտված հայ գերիներ, թանկ վճարեց հայ ազգը Փաշինյանի մրցանակի համար։ Հազարավոր տղերքի գլուխ կերավ, 120,000 մարդու հայրենազուրկ դարձրեց, որ գնար Էմիրատներում ինչ-որ Չ կլասի մրցանակաբաշխության $500,000 փող ստանար։ 4 բարձրաստիճան հոգևորական կալանքի տակ է, 6-ին էլ արգելվեց Հայաստանից դուրս գալ, ինչու է Փաշինյանը փորձում խոչընդոտել Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսատ ժողովի անցկացմանը։ Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ այդ ժողովը կարող է շատ հարցերի պատասխան տալ, ցույց տալ, որ հայ առաքելական եկեղեցին վեհապարի կողքն է եւ այդ դիրադավների ծրագրերը խափանի։ Պաշտպանության նախարարը լուծարել է բանակում հոգևոր առաջնորդությունը այն բանից հետո, երբ գնդերեսներին առաջարկել են միանալ Փաշինյանի հակաեկեղեցական շարժմանը, բայց մերժվել են։ Կոնկրետ ինձ հետ հանդիպել է նաեւ Շիրակի կայազորի պետ Ոմն գեներալ Բուդաղյանը, որը շուրջ 2 ժամ փորձել է համոզել, որպեսզի միանամ այդ շարժմանը, սակայն ստացել է հստակ մերժում։ Անօրինականություն ոստիկանությունում ինչպես է օպերլիազորը ցուցմունք կորզելու համար խոշտանգում ենթադրյալ հանցագործի հարազատին։ Ես եկել մի խփի։ Ես մի խփի։ Տեվանչես։ Որտեղ է ծախսվել փոսալցման համար նախատեսված գումարը, Երևանում թանկարժեք ասֆալտապատված փողոցները վերածվել են խրամատների։ Կամպեն նկարի տվեք Ավինյանին, որ գաստարդի հապներ մեռան ջարդելով։ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը փետրվարի 4-ին Աբու Դաբիում ստացան Զայեդ մարդկային եղբայրության մրցանակը։ Այդ պարգևը նրանց տրվեց ի նշանավորումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության եւ կայունության ապահովման օրակարգը հետեւողականորեն առաջ մղելու համար։ Բայց միջև մրցանակաբաշխությանը Փաշինյանի եւ Ալիևի լայն ժպիտներին ու դրա շուրջ սոցցանցերում արձագանքներին անդրադառնալը նախ հիշեցնենք, թե այդ ինչի գնով Նիկոլ Փաշինյանը արժանացավ այս մրցանակին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական երկրորդ պետությունը Արցախի հանրապետությունը շուրջ 11500 քառակուսի կիլոմետրով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Այն Ադրբեջանի, որը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հարձակվել էր այն Արցախի վրա, որը Փաշինյանը Ստեփանակերտի վերածննդի հրապարակում 2019 թվականի օգոստոսի 5-ին համարել էր հայկական։ Հիմա ձեզնից շատերը հարցնում են, իսկ ինչու Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է եւ վերջ։ Պաշտոնական տվյալով 44-օրյա պատերազմում հայկական կողմը մոտ 4000 զոհ ունեցավ։ Հայկական Արցախում պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից 6 ամիս անց 2021 թվականի մայիսին ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք Սյունիքի եւ Գեղարքունիքի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարության տվյալով այդ ներխուժման հետևանքով ադրբեջանցիները օկուպացրել են Հայաստանի տարածքի մոտ 42 քառակուսի կիլոմետր տարածքը։ Տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիները իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս։ Մեկ տարի անց 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը կրկին հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի ուղղությամբ։ Այս հարձակման հետևանքով արդեն Հայաստանից օկուպացվեց 139 քառակուսի կիլոմետր։ Ադրբեջանական երկօրյա ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը 224 զոհ էր ունեցել։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը շրջափակեց Արցախը։ 9 ամիս Արցախի ժողովուրդը ծանր զրկանքներ տարավ, բայց վճռական էր հայրենիքում ապրելու, արարելու եւ այն հայկական պահելու իր պայքարում։ Արցախը համայն հայության միասնության գաղափարն է։ Արցախը համայն հայոց հպարտությունն է։ Պաշտպանեք Արցախը։
120,000 արցախցու սովի մատնած Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ պատերազմ սկսեց հայկական Արցախի դեմ։ Հայկական երկրորդ պետության անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանը, որի վարչապետը Նիկոլ Փաշինյանն էր, այդ ժամանակ հայտարարեց, թե Հայաստանը չի ներքաշվելու ռազմական գործողությունների մեջ։ Մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին եւ արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք անպայմանորեն ուզում են, որ Հայաստանը ներքաշեն լայնածավալ ռազմական գործողությունների մեջ։ Դա տեսանելի է եւ մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են եւ մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, սիրելի ժողովուրդ, այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների էմոցիոնալ եւ բազմաթիվ այլ խնդիրներ։ Ծանր կորուստներ ունենալով մեկ օր անց Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ։ Արցախի պաշտպանության բանակը ամբողջությամբ լուծարվեց, զինաթափվեց։ Սեպտեմբերի 28-ին Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը մեջբերում եմ ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցությամբ ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից հրամանագիր ստորագրեց 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ։ 120,000 հայ հարկադրաբար տեղահանվեց, բռնագաղթեց Հայաստան, Արցախը հայաթափվեց։ Բաքվի պահանջները կատարելուց հետո Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր ադրբեջանցի պաշտոնակցի Ջեյհուն Բայրամովի հետ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը։ Սա էր այն գինը, որի համար Նիկոլ Փաշինյանը ստացավ Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը։ Աբու Դաբիում Փաշինյանի եւ Ալիևի ժպիտները, ինքնագոհ դեմքի արտահայտությունները եւ ներկաների ծափերը այստեղ Հայաստանում մեկնաբանում էին այս կերպ։ Արձանագրենք, որ Հայաստանի մասով միջազգային հանրությանը ընդհանրապես պետք էր Արցախը հանձնող վարչապետ իր պատուհասներով։ Տարբեր տեսակի մրցանակներն ու միջոցառումները հենց վերոնշյալի ապացույցներն են։ Ուղերձը եւս հստակ է՝ շարունակեք հանձնել Հայաստանը եւ կմնաք իշխանության։ Տեսակ հպարտ դեմքով գնացել են խաղաղության մրցանակ ստանալու։ Հասկացաք ովքեր են խաղաղաբերները։ Նրանք, ովքեր 4 պատերազմ բերեցին ու մի ամբողջ Արցախի հայաթափում։ Հազարավոր տղերքի գլուխ կերավ, 120,000 մարդու հայրենազուրկ դարձրեց, որ գնար Էմիրատներում ինչ-որ Չ կլասի մրցանակաբաշխության $500,000 փող ստանար։ Տեսնես Ալիևը իր բաժինը ստացել է, թե ասել է տվեք այդ ալկաշին տանի մտցնի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին հպարտացող Փաշինյանը եւ Ալիևը մրցանակաբաշխության մասնակիցների առաջ լայն ժպիտով համաձայնեցնում էին, թե ով պետք է առաջինը ելույթ ունենա։ Փաշինյանը ձեռքի ժեստով ցույց տվեց, առաջինը կարող է ելույթ ունենալ Ալիևը։ Պետք է համաձայնեցնենք, թե ով է առաջինը խոսելու։ Առաջինը ելույթ ունեցավ հայկական Արցախը օկուպացրած եւ Հայաստանի տարածքների վրա աչք դրած Ալիևը։ Նա կրկին խոսեց հայ-ադրբեջանական հակամարտության փակված լինելու եւ հաստատված խաղաղության մասին։
Մենք ավելի քան 30 տարի պատերազմի մեջ էինք, հիմա մենք ապրում ենք խաղաղության մեջ։ Արդեն 6 ամիս է։ Ինչպես բազմից եմ ասել, մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Ես կարող եմ ասել, որ դա առանձնահատուկ զգացողություն է։ Հայաստանում շատ կուզեին հավատալ Ալիևին, բայց չեն կարող։ Նայում եմ դեմքներին, մի կողմից Հայաստանի Հանրապետության թիվ 1 Սուտասանն է, մյուս կողմից իրեն հարբած, ծաղրած ու անվանած ու հայի գլուխը կացնով կտրողին հերոս սարքած Ալիևը, նույն Ալիևը, որը հենց հիմա իր աշխատակազմի միջոցներով պահում է Արևմտյան Ադրբեջան պրոյեկտը, ով չգիտի, դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների մասին է, նույն Ալիևը, որը ռազմական բյուջե է ավելացնում այդ խաղաղության մեջ, ում դեմ է ավելացնում ռազմական բյուջեն, սա հարցերից ընդամենը 0.5%-ն է, օրինակների ևս, դրա համար որքան էլ ուզենամ հավատալ, մեկ է, ավելի շատ հավատում եմ, որ սա Ալիևի նախընտրական նվերն է Փաշինյանին, հայ ժողովրդին էլ մեծ կուտ, թե սաղ թամամա էլի ընտրեք Նիկոլին, խերի մեջ կորելու եք։ Ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հաջորդ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, ում կարծիքով հայ-ադրբեջանական խաղաղությունը վերջին 3 տասնամյակում անհավանական էր համարվում։ Այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ։ Այն նաև Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ եւ արժանանալ այս պատվին։ Հայաստանում չէին հավատում նաև Նիկոլ Փաշինյանին, որ արաբական հարթակում Ալիևի կողքին կանգնած հայտարարում էր, թե Զայդ մրցանակին արժանացել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այս պահին չկա ստորագրված խաղաղության պայմանագիր։ Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բաքվի բանտերում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ։ Այս 3 հանգամանքներից յուրաքանչյուրը առանձին վերցրած արդեն իսկ բավարար է կասկածի տակ դնելու հակամարտության փակման մասին պնդումները, իսկ միասին վերցրած լիովին բացառում են նման եզրահանգումը։ Իրականում ավարտվել է հայ-ադրբեջանական հակամարտության առաջին Արցախի փուլը, սկսվել է հակամարտության նոր փուլը, Հայաստանի փուլը, որի ժամանակ վիճարկվում են Հայաստանի Հանրապետության տարածքները։ Այս փուլում մենք կամ հետ ենք բերելու Արցախը, կամ կորցնելու ենք Հայաստանի մեծ մասը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին Փաշինյան-Ալիև հայտարարությունները կեղծ եւ սիմվոլիկ են Հայաստանում հունիսին սպասվող ընտրություններից առաջ, ու այն, որ Երևանի եւ Բաքվի միջև այդպես էլ խաղաղություն հաստատված չէ, ապացույցն է նաեւ այն բանի, որ Փաշինյան-Ալիև ցնծության ֆոնին Աբու Դաբիում կրկին ընդգծեմ, հակամարտությանը վերջ դնելուն ուղղված ջանքերի, խաղաղության, երկխոսության եւ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար մրցանակի արժանանալուց մեկ օր հետո, փետրվարի 5-ին, Բաքվի ռազմական դատարանը ՑՄԱ ազատազրկման դատապարտեց Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Արցախի 2-րդ եւ 3-րդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Բաքվի դատարանը Մադադ Բաբայանին, Մելիքսեթ Փաշայանին դատապարտեց 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանին 18, Դավիթ Ալավերդյանին եւ Լևոն Բալայանին 16, Վասիլ Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին եւ Էրիկ Ղազարյանին 15 տարվա ազատազրկման։ Այսքանից հետո ինչպես հավատալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության վերաբերյալ Փաշինյան-Ալիև հայտարարություններին։ 3 Աբու Դաբիում մարդկային եղբայրություն մրցանակաբաշխության շրջանակներում տեղի ունեցած Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքը եղավ այն, որ այսօր Բաքվում մեր եղբայրներին դատապարտեցին ՑՄԱ ազատազրկման։ Սա դիվանագիտական ձախողում չէր, սա պետական դավաճանություն է։ Այսօր Ադրբեջանում ՑՄԱ դատապարտվել է Հայաստանի Հանրապետության վերջին 35 տարվա կյանքը եւ դրա համար մեղավոր են Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենց վարած հայատյաց քաղաքականությամբ։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այսպես կոչված խաղաղության գործընթացի մասին։
Սա խաղաղության գործընթացի անզեն աչքով տեսանելի ողբերգությունների շարքն է։ Դրանք որոշ մասով արդեն իսկ սկսել են իրագործվել, իսկ որոշների կիրարկումը լայն թափով սկսվելու է ընդամենը 3-4 ամիս հետո ցեղասպան Թուրքիայի հատուկ ծառայությունների եւ հետախուզության առանցքային դեմքերից Հական Ֆիդանի անմիջական աջակցությամբ խամաճիկների վերարտադրությունից անմիջապես հետո։ Այսքանից հետո Հայաստանի իշխանությունը ոչ մի հայտարարություն չարեց։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինն է իր զորակցությունը հայտնել Արցախի պատանդարված պետական գործիչներին, ռազմագերիներին եւ նրանց ընտանիքներին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակել հետևողական ջանքեր գործադրել միջազգային եւ միջեկեղեցական հարթակներում ի խնդիր գերեվարված հայրենիների ազատ արձակման եւ հայրենիք վերադարձի։ Հայաստանի իշխանությունը փորձում է խափանել ամենայն հայոց կաթողիկոսի հրավիրած եպիսկոպոսատ ժողովը, որը պետք է անցկացվի Ավստրիայում փետրվարի 16-ից 19-ը։ Հայաստանի սահմաններից դուրս նախատեսված ժողովին, որտեղ պետք է քննարկվի եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերը, չեն կարող մասնակցել 6 եպիսկոպոսներ։ Նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ։ Արման Սարյանն այլևս եպիսկոպոս չէ եւ նրա առաջնորդ լինել չլինելու հարցը կամ նրա վերաբերյալ միջանկյալ դատական ակտ կայացնելու եւ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը չկատարելու կամ այդ որոշման կատարումը խոչընդոտելու հարցերը որևէ կերպ քրեական վարույթ նախաձեռնելու առիթ չէին կարող հանդիսանալ։ Քննչական կոմիտեն Նաթան arczepiskopos Հովանիսյանին, Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Հայկազուն arczepiskopos Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովանիսյանին եւ Մովսես քահանա Սահակյանին, որը Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն է, այդ մեղադրանքն է առաջադրել Ավստրիայում նախատեսված ժողովից 2 շաբաթ առաջ հունվարի 31-ին։ Նրանց նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարող Հայաստանից դուրս գալ։ Ոչ մի կոմենտ չեմ կարող անել սիրել։ Նաթան arczepiskopos Հովանիսյանը, որը Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրենն է, այս տեսանյութից 2 օր անց արդեն մեկնաբանություն ուներ։ Մայրաթորում լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ 6 եպիսկոպոսների բացակայությունը խոչընդոտ է եպիսկոպոսատ ժողովին։ Չէ, հարցը քվորումի ապահովելու խնդիրներ չէ, ի վերջո կոլեգիալ հարցեր կա։ Ամեն պարագային ամեն ինչ արվում է հավանաբար, որպեսզի այդ եպիսկոպոսատ ժողովը ինչ-որ ձևով խափանվի կամ խաթարվի կամ չկատարվի։ Այն, որ 6 եպիսկոպոսի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել եպիսկոպոսատ ժողովից 2 շաբաթ առաջ ու նրանց արգելվել երկրից դուրս գալ, քաղաքացիների մոտ կասկած անգամ չի թողել, որ դա իշխանությունն արել է եպիսկոպոսատ ժողովը տապալելու համար։ Ակնհայտ է, որ արգելափակելով Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից Փաշինյան Նիկոլը նպատակ ունի խաթարել առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։ Հերթական անգամ ժող կոնցլագերի կլուչնիկը ցույց է տալիս, որ Հայաստանում իր թեթև ձեռքով զրոյացել է օրենքը ու արդարադատությունը։ Փաշինյանը գնում է իրական բեսպրեդելության միայն թե Ավստրիայում կայանալիք հոգևոր ժողովը խափանվի, իսկ պատճառն այն է, որ նա չի ցանկանում, որպիսի վեհափառ հայրապետի մակարդակով եւս մեկ անգամ նշվի Արցախահայության վերադարձի իրավունքի մասին։ Նա վախենում է Փաշազադեի սպասվելիք արձագանքից։ Պատահական չէ նաև ճնշումների սաստկացումը եպիսկոպոսած ժողովի անցկացման նախաշեմին։ Սա վկայում է, որ իշխանության իրական նպատակը ոչ միայն առանձին հոգևորականների լռեցումն է, այլ եկեղեցու հավաքական կամքի ձևավորման կանխումը։ Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված ինքնավար եւ ինստիտուցիոնալ եկեղեցուց, որը կարող է հանդես գալ որպես անկախ սուբյեկտ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին կզրկվի նաեւ ինտերնետից, որ եպիսկոպոսական ժողովն առցանց եղանակով էլ հնարավոր չլինի անցկացնել։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը դատապարտել է սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտմամբ իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, որի հետևանքով քրեական վարույթ է նախաձեռնվել եւ քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն հոգևոր խորհրդի
խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով եւ միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումն է, որի նպատակն է խաթարել հայ առաքելական եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորաբար առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։ Ինչու Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում, որ կայանա եպիսկոպոսատ ժողովը։ Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ այդ ժողովը կարող է շատ հարցերի պատասխան տալ, ցույց տալ, որ հայ առաքելական եկեղեցին վեհապարի կողքն է եւ այդ տիրադավների ծրագրերը խափանի եւ այդ պատճառով ամեն կերպ փորձում են թույլ չտալ այդ ժողովը տեղ ունենա։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քննարկում են եպիսկոպոսատ ժողովի անցկացման հարցը։ Չի բացառվում, որ ժողովը հեռավար տարբերակով անցկացվի, որոշում լինելու դեպքում Մայր Աթոռը կհայտարարի։ Դա նոր իրողություն է ու այս նոր իրողության պայմաններում քննարկումներ կլինեն։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրավերով Ավստրիայում փետրվարի 16-ից 19 նախատեսված եպիսկոպոսատ ժողովը պետք է տեղի ունենար դեռ 2025 թվականի դեկտեմբերի 10-ից 12-ը Հայաստանում, բայց եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներով, կալանավորումներով պայմանավորված եպիսկոպոսների խնդրանքին ընդառաջ Գարեգին II-ը հետաձգել էր այն։ Արդեն հունվարի կեսին Մայր Աթոռը հայտարարեց, որ հետաձգված ժողովը անցկացվելու է Ավստրիայում։ Ժողովը Հայաստանի սահմաններից դուրս անցկացնելու որոշումը պայմանավորված էր այն մտավախությամբ, որ իշխանությունը կարող է խոչընդոտել դրա անցկացմանը Հայաստանում։ Որոշումը կայացվել է հաշվի առնելով իշխանության կողմից եկեղեցահալած քաղաքականությունը եւ հոգեվորականների նկատմամբ ճնշումները։ Եպիսկոպոսատ ժողովին հրավիրվել են նաեւ հակաեկեղեցական արշավ նախաձեռնած Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսները, որոնք դեռ 2 շաբաթ առաջ կոչ էին արել չեղարկել արտերկրում եպիսկոպոսատ ժողով գումարելու իրենց ձևակերպմամբ երկպառակտություն սերմանող որոշումը։ Իդեպ, տիրադավ հռչակված այդ 10 հոգևորականներից Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, որը Միացյալ Նահանգներում արևմտյան թեմի առաջնորդն է, հայտարարել էր, թե մասնակցելու է եպիսկոպոսատ ժողովին։ Տևական ժամանակ իշխանությունը ճնշումներ է գործադրում նաև բանակում ծառայություն իրականացնող հոգևորականների վրա, որ նրանք միանան եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին։ Գնդերեսները չեն կատարել իշխանության պահանջը հաստատակամ մնալով իրենց ուխտին, ինչը մեղմ ասած իշխանության սրտով չի եղել եւ նրանք անցել են գրոհի։ Եվ ըստ այդմ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, գիտակցում ես արդյոք, որ քո կամ քո թիմի քաղաքական որոշման արդյունքում անձամբ ստորագրել ես բազմաթիվ զինվորների սպասվող ողբերգական պատահարների կամ մահվան վկայականների տակ։ Սուրեն Պապիկյան, այսօրվա վաղն էլ կա, Աստծո դատաստանից ուր եք փախչելու, ուր։ Իմ տեղեկություններով գնդերեցներին առաջարկել են 500,000 դրամ աշխատավարձ, բնականաբար գնդերեցները հասկացել են, որ դա տիրադավության գինն է։ Ընդամենը 3 հոգին են համաձայնվել, արդյունքում կատաղել են ու ընդունել են այդ որոշումը։ Թիմը վռնդելով Զորամասերում գործող հոգևորականներին, բանակի վերնախավը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ զինծառայողներին զրկում են հոգևոր կարիքներից զուտ իրենց քաղաքական շահերից ու նկատառումներից ելնելով, վերջնականապես բարոյազրկելով բանակը։ Փաստաբան Արա Զորհաբյանը, որը նաև եկեղեցու իշխանության գործադիր բարձրագույն մարմնի Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամ է, տեղեկացրեց, որ Սուրեն Պապիկյանը խախտել է Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի 10-րդ հոդվածի պահանջը, ըստ որի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ Զորամասերում։ Սուրեն Պապիկյանը ըստ նախարարի խախտել է նաև 2000 թվականին Պաշտպանության նախարարի կողմից հաստատված հոգևոր ծառայության կանոնադրությունը, ըստ որի հոգևոր ծառայությունը լուծարվում է ամենայն հայոց կաթողիկոսի օրհնագրով եւ Պաշտպանության նախարարի հրամանով։ Ինչպես տեսնում ենք, նախարարը միայնակ չէր կարող լուծարել այս ծառայությունը, մինչդեռ արել է հենց այդ։ Այս գործընթացի առիթը հանդիսացել է, որ գնդերեսները հրաժարվել են Պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնված հակաեկեղեցական ծրագրին։ Հայաստանում բոլոր ինստիտուտները աշխատում են, թող բողոքարկեն, թող դիմեն դատարան, եթե այդպես է, ես չեմ կարծում, որ այդպես է, ես համաձայն չեմ իրենց հետ, իմ բոլոր գործողությունները իրավաչափ են եւ տեղին։ Պաշտպանության նախարարի
հրամանը փոփոխվել է եւ փոխվել է ծառայության բնույթը։ Այսինքն այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է, ճիշտ չէ, բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պիտի ենթարկվեն զինված ուժերի բարեհոգեբանական գծով վարչության։ Նախարարի հրամանը, որը մենք հրապարակել էինք, բացահայտում է, որ այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն եւ կատարեն իրենց առաքելությունը։ Բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում իրենց ստացածից։ Պարոն Պապիկյան, խնդիրն այն է, որ գնդերեսներին առաջարկվել է Փաշինյանի օրակարգի միանալ այդ գումարի դիմաց, այս է ասում։ Սուտ է, նման բան չկա։ Սուրեն Պապիկյանի հայտարարությունից հետո Արթուր Սարգսակ Գևորգյանը, ով հոգևոր ծառայություն է իրականացնում բանակում, Facebook-ում մանրամասներ է պատմել իր եւ մյուս 16 գնդերեսների պաշտպանության նախարարությունում Պապիկյանի, նրա տեղակալի, գլխավոր շտաբի պետի եւ բարոյահոգեբանական ծառայության պետի հետ կայացած հանդիպումից։ Գնդերեսներին ըստ Արթուր Սարգսակ Գևորգյանի հարցրել են, թե ինչպես են վերաբերում Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու այսպես կոչված բարենորոգման շարժմանը եւ արդյոք միանում են դրան։ Գնդերեսները բացասական պատասխան են տվել։ Այս խոսակցությունների համատեքստում 30 տարվա անմնացորդ ծառայությունից հետո առաջին անգամ հիշատակվեց նաև մեր աշխատավարձի նվազ լինելու փաստը, կարծելով, թե կարող են մեզ գնել։ Կոնկրետ ինձ հետ հանդիպել է նաև Շիրակի կայազորի պետ Ոմն գեներալ Բուդաղյանը, որը շուրջ 2 ժամ փորձել է համոզել, որպեսզի միանամ այդ շարժմանը, սակայն ստացել է հստակ մերժում։ Հիմա հարց եմ տալիս, միթե կարելի է հերքել մեր կյանքի մեջ եղած իրականությունը, միթե ճիշտ է հանրությանը մոլորեցնել։ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահի պնդմամբ բանակում հոգևորականների ծառայության դադարեցումը ազդելու է զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Այս ամեն ինչը իհարկե նախատեսված չէր բանակի զինված ուժերի բարեփոխման ծրագրով, որ 2024 թվականի վերջում հրապարակեցին։ Այնտեղ այդպիսի բան չկա, այնտեղ հակառակը կա բարոյահոգեբանական վիճակ եւ այլն, եւ մենք գիտենք, ասենք, որ նույնիսկ ոչինչ չանելով գնդերեսները իրենց արկայությամբ, իրենց ներկայությամբ զինվորի կողքը կանգնելով եւ այդ թվում նաեւ ռազմական գործողությունների ժամանակ իրենց անձը զոհաբերելով, ես անձամբ եմ ճանաչել, ասենք, Նարեկ Սարգսակին, որը կենտրոնական ապարատում էր աշխատում պաշտպանության նախարարությունը, մենք մի վերելակով էինք բարձրանում, հա, եւ այդ օրինակները աչքի առաջ ունենալով մեր զինվորները միշտ ողջավորվել են, հա, եւ կողջավորվեին։ Ոստիկանությունում ծառայության մասին օրենքը սահմանում է, որ այդ ծառայությունը կազմակերպվում եւ իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքները եւ ազատությունները, պատիվը եւ արժանապատվությունը հարգելու եւ մարդասիրության սկզբունքների պահպանմամբ։ Օրենքի այս կետը ոստիկանության ծառայող Հայկ Հակոբյանը կամ մոռացել էր, կամ էլ դիտավորյալ անտեսելով այն, քաղաքացուն հարվածելու, հայհոյելու եւ նվաստացնելու միջոցով փորձել էր ցուցմունք կորզել։ Սա վկայող տեսանյութը օրեր առաջ հրապարակել էր լրագրող Սյուզի Բադոյանը, հայտնելով, որ միջադեպը ըստ իր աղբյուրի տեղի է ունեցել 4 ամիս առաջ։ Դες պետք է նստենք, հա, ասենք, կզնանք իրար ինչ չէ գա, քո կարծիքով։ Հմ? Դա ինքս ես եմ երբ կգա։ Ես իգել չէ, դա։ Մի խփի։ Ես ասեմ մի խփի։ Դե բան չես։ Շաքարս որ բարձրացավ դու բարձրանա։ Բարձրանա։ Պատի մերն ես շատ։ Ինչ պետք է անես ու։ Հա, կմերն է։ Հա, մերնես։ Մի օքի քոնման ավել դու դիպալեցնում ուժը։ Ախպեր խետ ես բանանում, սաղս են մարդիկ ինչի համար եկա։ Ներքին գործերի նախարարը տեղյակ է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում մարդկանց ծեծով հայհոյանքները խոշտանգում են իբր ցուցմունք կորզելու համար։ Լրագրողը սա գրելուց 20 րոպե անց մեկ այլ գրառում էր արել եւ հայտնել, որ տեսանյութում խոշտանգվող տղամարդը իր աղբյուրի փոխանցմամբ ենթադրյալ հանցագործի հարազատ է։ Ստացվում է անմեղ մարդուն խոշտանգում են համակարգում, այդպիսով շանտաժ անելով, որ կասկածյալը ներկայանա։ Քաղաքացուն հարվածող, հայհոյող, նվաստացնող ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից կես ժամ չանցած դեպքին անդրադարձավ ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայական քննություն,
Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են, առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։ Թե երբ էր ծառայողական քննություն նշանակվել եւ երբ էր կասեցվել ոստիկանի լիազորությունները, ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը չէր հստակեցրել։ Քաղաքացուն խոշտանգող ոստիկանի մասնակցությամբ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել լրատվամիջոցներում եւ սոցցանցերում։ Հիմա գոնե պարզ է, թե ինչ է կատարվում պետության ձեռքն ընկած քաղաքացիների հետ, ընդ որում հենց հասարակ քաղաքացիների հետ, որոնք ոչ նախկին են, ոչ ընդդիմադիր, ոչ ռուսամետ եւ ոչ էլ արևմտամետ, բայց ինչ աստիճանի բարենորոքած ոստիկան պետք է լինես, որ խոշտանգես մարդուն ու մի հատ էլ նկարահանես, հետո երևի տունը նստում նայում ու հաճույք է ստանում։ Այս պատմության, այս խոշտանգման ամենազարհուրելի մասն այն է, որ վստահաբար այս դեպքը եզակի չէ, սա պրակտիկա է։ Բոլոր դեպքերում, երբ թեման չի արձանագրվում տեսախցիկներով, պատասխանատու մարմինները դրան վերաբերվում են որպես գոյություն չունեցող։ Լրագրողի կողմից տեսանյութի հրապարակումից 1 օր անց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդեց, որ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն։ Հրեական վարույթ նախաձեռնելու եւ անձի արարքին քրեա իրավական գնահատական տալու նպատակով նույն օրը համապատասխան գրություն է ուղարկվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն։ Հաջորդ օրն արդեն փետրվարի 5-ին լրատվամիջոցներին դատախազությունից հայտնել էին, որ ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ բռնության փաստով փետրվարի 4-ին քրեական վարույթ է նախաձեռնվել խոշտանգման հոդվածով։ Ոստիկան Հայկ Հակոբյանը ձերբակալվել է, նրան սպառնում է 4-ից մինչև 8 տարի ժամկետով ազատազրկում։ Երևանում խորը փոսերի պակաս չկա, մարդկանց մեքենաները ջարդ ու փշուր են լինում։ Ահազանգը դեռ նախորդ շաբաթ հնչեցրել էր Երևանի ավականու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։ Սիրելի երևանցիներ, քաղաքի կառավարումը շարունակվում է կատարվել 9%-ի սահմաններում ասֆալտապատման ու փոսալցման համար բյուջեից դուրս է գրվել ու մսխվել 4 միլիարդ 292 միլիոն դրամ։ Այս շաբաթ էլ ավականու անդամը նորից անդրադարձավ խնդրին, Երևանի քաղաքապետարանին հարցնելով, թե որտեղ է ծախսվել իր ձևակերպմամբ մսխվել 4 միլիարդ 292 միլիոն դրամը, որն ըստ նրա քաղաքային բյուջեից տրամադրվել էր փոսալցման եւ ասֆալտապատման համար։ Երևանի թանկարժեք ասֆալտապատված փողոցները վերածվել են խրամատների, մի քանի չակերտավոր անկանխատեսելի ձյուն եւ քաղաքի փոսերը պատրաստ են, քանի որ ասֆալտը, որի անվան տակ իշխանությունը պարծենում ու թմբկահարում է, թե աննախադեպ ճանապարհաշինարարությամբ է զբաղվում, որակ չունի։ Երևանի քաղաքապետարանը ընդդիմադիր ավականու հարցը օդում կախված է թողել, արձագանք դեռ չի եղել։ Հավանաբար քաղաքապետարանում սպասում են եղանակի տաքացմանը, որ չոր պայմաններում սկսեն աշխատանքները։ Փոխարենը սոցցանցերում չեն դադարում Երևանում խորը փոսերի մասին ահազանգերը։ Օրեր առաջ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ընթացքի ժամանակ մեքենայից անիվի տակ ճանապարհային ասֆալտը քանդվեց, ինչի հետևանքով ամենագնաց մեքենայի անիվներից մեկը հայտնվեց նորաբաց խորը փոսի մեջ։ Այսօր իմացա, որ վնասվել են մեքենայի ընթացքային մասի մի քանի դետալներ, իսկ այդ ճանապարհի ասֆալտը պարզվում է արել են մի քանի ամիս առաջ։ Բավական է երթևեկել Երևանի մի շարք փողոցներով եւ Հայաստանի տարբեր հատվածների ճանապարհներով, որոնք ընդամենը անցյալ տարի են ասֆալտապատվել, ապա կտեսնեք ճաքած, փոսընկած, նորից քանդված նույն ճանապարհները, օրինակ Գազանանոցի ճանապարհը, Երևան մուտք գործող ճանապարհը, Ռադիոմարշ, Շամպայն հատվածից եւ այլն։ Նուբարաշենի խճուղու ընդամենը 3 կիլոմետրանոց հատվածում հաշվեցի մոտ 100 փոս, որոնք առաջացել են վերջին 2 օրերի ընթացքում։ Միլիարդավոր դրամներ են ծախսել պարզապես ժողովրդի աչքին թոզ փչելու համար։ Արդյունքում ստացել ենք ասֆալտ, որը 1 տարի էլ չի դիմանում։ Նոր փոս վարչական շրջան իր ամբողջ հմայքով։ Գայի պողոտան ընդամենը անցյալ ամառ, այսինքն մի քանի ամիս առաջ քերեցին ու ասֆալտեցին վերից վար։ Սա է Երևանում ասֆալտապատում երևույթի էությունը։
Սիրելի ժողովուրդ, Երևանի փողոցներում լոկ փոսեր չեն։ Ուղղակի մոռացեք փո նախդիրի մասին եւ վայելեք այն սերը, որը մեր սիրելի քաղաքի ճանապարհներն են մեզ տալիս։ Օրեր առաջ 5-րդ ալիքի մեր գործընկերները Արինբերտ փողոցի փոսերն էին ֆիքսել։ Վարորդները հիշել էին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Ճամփեն նկարի տվեք Ավինյանին, որ գաստակի հաղթել մեռան ջարդելով։ Ավտոները ջարդում են, ջարդում։ Այս փոսի վերով տանկը չի հասնի։ 1000 անգամ զանգել ենք, 1000 անգամ փոխել ենք, շարժ չկա։ Ինստաֆեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։